Ես ուզում եմ դիմեմ Նիկոլի ուսապարկերին, այդ անթասիբներին, որ ընդամենը կարողանում են քաղաքացիների վրա թքեն, քաղաքացիներին հայոյեն, հետո նույն քաղաքացիներին կալանավորեն։ Ես զարմացած եմ քննիչի վրա, որ 2 ամսով մարդկանց մեղադրել է, տարել է կալանքի։ Նիկոլ Փաշինյանի թիկնապահը հրել է այդ 2 երիտասարդի մորը։ Այդ 2 երիտասարդը ընդամենը պաշտպանել են իրենց մորը։ Սարքել են քաղաքական բան, ոտնձգություն Նիկոլի վրա։ Տո Նիկոլը եփտի երազի, որ ոտնձգություն իր վրա անեն, որտեղ դա միակ շանսն է, որ կարող է իրան, չգիտեմ, այնտեղ դարձնեն բան, անմեղ եսիմ ինչ։ Քեզ ոչ մեկ մատով չի կպնելու, քեզ տանելու են նստացնեն։ Նորից եմ ասում, 2 երիտասարդ, հայրենասեր, որոնք ընդամենը թիկնապահի ձերքը քաշել են եւ ասել են՝ մի կպի մեր մորը, 2 ամիս կալանավորել են։ Չկա այդ կներեք այդ ռյուկզակների մոտ ոչ սրբություն, ոչ թասիբ, ոչ հայասիրություն, ոչ իրենք իրենց երկիրն են սիրում, ոչ էլ իրենց մայրերին։ Ես տենց եմ հասկանում։ Այդ տղաները իրենց մորը պաշտպանելու համար այսօր նստած են։ Ամոթ ձեզ ու ամոթ են ընդդիմությանը, որը իրեն հաշվում է ընդդիմություն, եւ ոչ մի բան չի անում, ոչ արձագանքում է, ոչ խոսում է, ոչ մի բան չի անում։ Դուք ընդդիմություն չեք։ Ես հասկանում եմ Հայաստանում այսօր այդպես կոչված քաղաքական էլիտան ոչնչությունը ինքը գնալու է։ Եվ այդ ատելությունը, որ ինքը սերմանել է այսօր ժողովրդի մեջ, բերելու է նրան, որ ինքը ընկնի Մամր Կադաֆիի օրը։ Ես դա ասել եմ։ Շուտապույտ կերպով հավաքեք փասափուսեկդ, լցվեք այդ ձեր ուսապարկերի մեջ ու ռադներդ քաշեք այդ երկրից։ Շնորհակալություն։